Խոսենք փաստար 1-ից, ինչի որովհետև փաստար 2-ից առաջ է եղել, թե չեք նշել փաստարը։ Ջանասիրության մասին խոսեցիք, ասում եք, որ ըստ էության դատանը ջանասիրությունը ցուցաբերել է, ինքն են գտնում, որ այդպիսին է հետևաբար իրավաչափության պայմաններում փոփոխություն եւ նվազել է ռիսկը։ Նաև այդ մասին վկայակոչում է Գյուղրաբեկ դատանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշում։ Այդ ձեզ բոլոր դեպքերում այդպես եւ արդյոք միջդատական բարոյի շրջանակներում դրողական միջոց կալանքի ժամկետի կամ տնային կալանքի ժամկետի միջնորդություն է քննության առնում եւ պատճառ ջանասիրությունը որպես 218-րդ կամ 219-րդ բացող պատվի քննության ենթակա առարկա դատարանները քննության են առնում դա նույնական է դատարանը որպես վարույթ իրականացնող մարմնություն է եւ կարող է պատճառ ջանասիրություն դրսևորել բայց ռիսկի նվազման տեսանկյունից փոփոխություն չլինի, որովհետև եթե դիցուկ քննիչն ասում է ես պետք է կատարեմ այս գործողությունները եւ ազատության մնալու պայմանների մեջ մնալու պայմաններում կամ գտնվելու պայմաններում կամ հայտնվելու պայմաններում ժամկետի դեպքում կարող է խոչընդոտել ասում եմ ես քո ասածից ինչ լսավ եթե ես քո ասածից 20 բաներ ասել 15 արեցնում ռիսկը նվազել նա մենք նախնական դատանությունների ուժում պրոժեկտի հարցերով այս իրավիճակն ու Գյուղրաբեկ դատանի կողմից արտահայտած դիրքորոշումները համահունչ են։ Պատվարժան դատարանը ըստ էության ջանասիրության ստուգման պարտականությունը նաև դատարանների կողմից հետևաբար նաև դատարանի վարույթում գտնվելու պայմաններում հաստատի մեկնարկեց սահմանադրական դատարանի որոշման որտեղ էությունը հարցի բնավ նրա մասին չէ, որ դրանք պետք է տեղողվեն։ Ավելին, պատվարժան դատարան, երկու կոմպոնենտ կա, գործի ողջամիտ ժամկետներում քննություն, այսինքն դատարանի կողմից վարույթում գտնվելու պայմաններում ջանասիրության գնահատման ելակետեր։ Երկրորդը, եթե անազատության մեջ գտնվող անձ կա, ռիսկերի նվազման ուղղված ջանքերի գործադրում։ Ուրիշ գնահատման չափորոշի ինչ ջանասիրության դրսևորման չկա։ Ես գտնում եմ այն դատարանը չնայած նույնիսկ նրան, որ նախընտրական կառուցարշավի ընթացքում էին գտնվում, ավելին, երբ մեր կողմից ներկայացվեց խնդրանք, որ դատական նիստերի հաջորդականությունը փոքր-ինչ փոփոխվի, դատարանը իրավացիորեն հակադարձեց, ասեց պարոն Վարդանյան, եթե օրինակ դատարանը ձեր այս խնդրանքին արձագանքի, վաղ թե ուշ շուտ գալու եք եւ խափանամիջոցի հարցը լինի եւ վկայակոչեք, որ դատարանը բավարար նիստեր չի նշանակել, հետեւաբար ջանասիրությունը չի ապահովել։ Եվ դա օգտագործելու եք որպես փաստարկ խափանամիջոցի տեսանկյունից։ Հնարավոր է եւ կրկին նշեմ, դատարանը ճիշտ էր այդ կանխատեսման մեջ, բայց ես հիմա հակառակն եմ ասում։ Ասում եմ դատարանը ջանասիրությունը ապահովել է։ Եթե ապահովել է, ուրեմն ռիսկը նվազել։ Եթե ռիսկը չի նվազել, ուրեմն ջանասիրությունը չի ապահովել։ Այո, ինքնին մի քիչ պարադոքսալ է վիճակը, որ դատարանը ինքը իրեն պետք է ոնց օրինակ Հակոբյանն է նշում, որ կողքից է մի քիչ ստացվում, վստահ դեպքից ելնելով հետևում դատարանությանը, դատարանը ինքը իրեն պետք է մի պահ կողքից հետևի։ Այո, ջանասիրությունը գնահատելու համար։ Ես կրկին կնշեմ դիրքորոշում։ Ջանասիրությունը ապահովել է, ռիսկը նվազել է։ Այլ կերպ չի կարող լինել։ Իրեւ ես դա համարում եմ պատճառ-հետևանքային կապի մեջ։ Կամ ռիսկը պետք է ավելանար, եթե մեր վարկագիծը լիներ, ոչ պատճառ։ Բայց դա բացառեցին նաև հանրային մեղադրողի դիրքորոշումից ելնելով։ Հետևաբար, պատվարժան դատարան տարբերություն կա։ Միջդատական վարույթում օրինակ գործի ողջամիտ ժամկետներում քննության հանգամանքը դատարանը չի գնահատում։ Հենց նույն քննիչի կատարած գործողությունների իմաստով։ Դատարանը ես առնվազն ապրիլ ամսին հետևյալ կերպ եմ պատկերացրել իր նախանշածը։ Առաջին ասում ապացույցների հետազոտման ծավալը դեռ լավ չեմ պատկերացնում, երկրորդը նոր եմ վարույթը ստանձնել, դեռ այս փուլում մի ամիս առաջ էր եղած է երկարաձգտել խափանամիջոց տնային կալանքը, գտնում եմ, որ դեռ դատարանը չի ուզում գնահատել դրուկ փոփոխման պայմանակ։ 3 ամիս անցել է։ Վստահ եմ դատարանը 135 կամ 136 հատորի նյութ չկա, որը չի տիրապետում։ Համոզված եմ այդ ընդդումը կատարում նաև դատարանի այլ նախագահության նիստերը տիրապետելու պայմաններում։ Դատարանը այդ ամենը տիրապետելով, ունենալով 3 ամսվա ընթացքում Սամվել Կարապետյանի
դրսևորած վարքագծի տվյալները, ունենալով հանրային մեղադրողի դիրքորոշումը, ապացուցման հետազոտման ծավալի վերաբերյալ դիրքորոշումը, կարծում եմ այս պայմաններում առավել քան ակնհայտ է, որ տնային կալանքը չի կարող լինել համաչափ։ Հայտարարի ներկայացնում պահանջի մասին խոսեցիք, ձեր պրակտիկան մանուկել է ձեր պրակտիկ կամ երբ որ որոշակի հաստատներ եք ներկայացրել կանխարգելման հանձնաժողովին, այդ հանձնվելուք մեկ կալանքի տակ օրինակ, ոչ թե տնային կալանքի տակ, բայց նման հայտարարի ներկայացնում պարտավորությունների բարդ է հարուցել և պատասխանատվությանի ենթարկվում։ Պատվարժան դատարան, իմ պրակտիկային չի եղել դեպք, որ վարչական բարույթ հարուցվի կալանքի պայմաններից, կալանքը թե տնային կալանքը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում են մասնագիտության իրավաբանները ներգրավված հանձնաժողովում, այստեղ վեճ չկա։ Կարծես նաև լսումների ընթացքն ինձ համար ակնհայտ է դարձրել, որ իրենք ևս ընդունում են այն ելակետը, որ կալանքը և տնային կալանքը իրավական համանուն ռեժիմում պետք է դիտարկվի։ Ես չեմ ունեցել դեպք, որ բարույթ հարուցվի։ Սա հատուկ եմ ուզում ընդգծել, այսինքն միշտ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դա հաշվի է առել, ի վերջո այս տարիների ընթացքում եղել են օրինակ, ամենահեշտ օրինակը, կոչեմ պատգամավորներ, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է, կալանք է կիրառված եղել, տնային կալանք է կիրառված եղել, եւ դուք չեք գտնի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեկ վարույթ հարուցված հայտարարագիր չներկայացնել։ Սամվել Կարապետյանի ներքում իրավիճակը այլ էր, եւ իրավիճակը մինչ օրս էլ է այլ։ Իդեպ իրենք պարզապես վարչական վարույթը հարուցված, որը պատասխանատվության ենթարկելուն է վերաբերում։ Այսինքն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արդեն իսկ արել է իրավական գնահատում, որ իբրև 30-օրյա ժամկետում հայտարարագիրը չի ներկայացվել։ Այն պարագայում, որ իրենց ամբողջ ընթացքը, այդ թվում դատավոր Դորմազյանի նախագահությամբ կայացված որոշումները բոլորը մինչև վարչական վարույթ հարուցելը ուղարկվել էր։ Բայց իրավիճակը սա է, հետևաբար պատվարժան դատարան նույնաջողությամբ կրկին կպատասխանեմ, ես այլ դեպք, այլ պաշտպանյան ու նկատմամբ ինտենսիվ խափանոմիջոց տնային կալանքը կիրառված լինի, չեմ ունեցել, որ ճաղավանդակներով ոստիկանության ծառայական ավտոմեքենա հետապոխեն։ Չեմ ունեցել։ Սամվել Կարապետյանի գործով աննախադեպ եսվույթը հաճախ եմ կկայակոչում, բայց ոչ թե որպես գնահատողական դատողություն, այլ փաստական տվյալի հանրայնացում։ Սա